Ես հիվանդանոցում եմ։ Մի անգամ չեղա, որ բժիշկը դուրս գար ու գոնե լավ բան ասեր։ Երեխուս մոտ անգամ սրտի կանգա հարցանագրվե։ Հիմա դու ինձ ասա, աբո, էդ վիճակում Այդ վիճակում գտնվող ծնողի համար այդ ամեն ինչը ոնց կանեիր դու, հա? Դու որ լինեիր իմ փոխարեն։ Հիմա դե ես արդեն գիտեմ, որ Մարգարիտ հորը կապ չունի։ Լսի, ես էլ եմ երեխա կորցրել, ես է գիտեմ դա ինչ ա, բայց իմ դեմ դուս գալը չի ներվելու ոչ մեկին։ Ես շատ բանի վրա եմ աչք փակել ու քեզ թվում է, որ այդ քո համար առիթ է, որ դու առաջ գնաս։ Դու մի բան անելուց մտածում ես հետևանքների մասին, թե քեզ խաբել են, որ դու ինչ անես տակից դուրս ես գալու։ Աբո, ես քեզ էլի եմ ասում, որ սխալմունք ա եղել, աբո։ Դու գոնե հասցրել ես ընտանիքիդ հաջող անես։ Ափսոս, որ սենց վերջացավ քո պատմությունը, Ադամյան Սաքո։ Հերիքո, կրակի ասում եմ, աբո, թե կրակում ես կրակի։ Դե մի օր կհանդիպենք իրար հետ, երկուսս էլ հաստատ մի տեղը կլինենք։ Լավ, հասկացա։ Ես ճիշտ հասկացա, Ռամի մաման էր։ Հա, Լիլ։ Այ հիմա ինչ ես անելու, գնալու ես։ Հա, անպայման պետքա գնամ։ Ուղղակի չեմ ուզում, որ տանը դրա պատճառով նոր խոսակցություն սկսվի։ Չնայած Լիլ, բայց տանը մարդ չկա, ոչ ոք էլ չի իմանա։ Բայց հիմա չկան։ Ամեն րոպե կարան հետ գան, չէ՞։ Հա, բայց միասին են գնացել։ Ինչ կապ ունի։ Թե երեկվա համար վրեժ ես ուզում լուծես։ Լիլ, խնդրում եմ, մեկա դու հիվանդ ես, աշխատանքի չես գնալու, չեն կբռնվի։ Ու հետո ինձ թվում է ես իրանցից շուտ կհասնեմ, ոչ ոք էլ չի իմանա, ուղղակի դու իմանաս, եթե Հայկո կամ Միքոն զանգեն ինչ ասես։ Լավ, մի բան կմտածեմ, բայց սա անում եմ ընդամենը նրա համար, որ երեկվա արածներից համար մի քիչ մեղավոր եմ ինձ զգում։ Լիլ, դու սառնարանը բացի տես, ինչ կա ուտելու, մինչև ես պատրաստվում ու դուրս գամ, լավ։ Ես էլ կաշառքի նոր ձև ա։ Ես պահը քո համար փրկություն կներ ու քո մահը փրկություն կներ քո համար։ Իմ դեմ դուսակողներին ես պատրժում եմ, չեմ փրկում։ Դու գիտես տենց հեշտ ես պրծնելու։ Դե սկիզբն է քո համար։ Ես քեզ կյանք եմ նվիրում, որ միշտ ապրես այն մտքով, որ դու ով ես ու ես ով եմ։ Ու սրանից հետո դու, երբ որ կզարթնես, կհիշես քո կյանքը քեզ ով ա նվիրել։ Սկսել ես գործը ավարտին հասցրու։ Ինչ ես ուզում ասել սրանով, աբո։ Ինչ ես ուզում հասնես։ Հա? Սկսել ես։
Դե մինչև վերջ արա։ Մինչև վերջ արա, աբո, որովհետև ես էլ իմ դեմ դուրս եկողներին չեմ ներում։ Աշխարհի որ ծայրում ուզում ես եղի, ես կգտնեմ քեզ։ Կգտնեմ ու եթե դու չավարտես գործդ, ուրեմն ես եմ ավարտելու, բայց այդ դեպքում արդեն տեղերով փոխված ենք լինելու։ Դե կրակի ասում եմ, աբո, կրակի! Ազատ ես Սաքո։ Գնա ապրի, եթե կարաս։ Չէ, աբո, դու տենց ման չես անի։ Կրակի ու վրեժդ լուծի։ Հա, աբո, թե չէ ես եմ լուծելու հետո ու շատ դաժան ձևով։ Անհանգստությունից էսա կգժվեմ, բա որ էսա հետ կան։ Բարև ձեզ։ Բարև Հայկ, Կարելի է։ արի։ Ասա ինչ կա։ Ես Վարոյի գործի համար եմ եկել։ Անընդհատ սպասում էի, որ ձեզնից մի հատ զանգ կլինի, բայց տենց էլ ոչ մի զանգ չեղավ։ Ինչ զանգի մասին է խոսքը։ Գործը փակ է, մեղավորը ձերբակալված է։ Ոնց գործը փակ է։ Հա, սպասում ենք դատարանի որոշման։ Չէ, տենց չեն աշխատում է։ Ինչի նորմալ չեք հետաքննում։ Այդ տղեն ոչ մի բանի հետ կապ չունի։ Թե ես էլ հեշտ միջոց է գործը շուտ փակելու։ Ասում ես եմ արել։ Այդ տղեն ոչ մի բանի հետ կապ չունի։ Հայկ դու չես հասկանում, որ օրենքի ներկայացուցիչ հետ ես խոսում։ Թե ուզում ես ընկերոջդ հետ նույն խուցը կիսես։ Եթե շատ ես ուզում, այդ քո վարքի համար ես կարամ դա կազմակերպեմ։ Վարոյին կարամ տեսնեմ։ Չէ, դու լավ գիտես, այս փուլում տեսակցություններ չկան։ Խնդրում եմ, նորմալ հետաքննեք։ Ես չգիտեմ Վարոն ինչի է այդ քայլին գնացել ու ինչի է մեղքը վերցրել իր վրա, բայց ինքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Մենք տեսագրությունները տեսել ենք, դանակի վրա մատնահետքերի արկայությունը կա, ու դու ուզում ես այս ամեն ինչից հետո դատարանը քո խոսքը հաշվի առնի, թե իրեղեն ապացույցները։ Բարև ձեզ։ Ապրես Սոնա ջան, որ եկար։ Բժիշկի հետ խոսել եք, վրամից նորություն կա։ Գիշերը արդեն լավ ա եղել։ Հեսա տեղափոխում են պալատ։ Ինչ լավ բան ասեցիք։ Հեսա որ տեղափոխեն պալատ, միասին կգնանք վրամի մոտ։ Համարն այս պահին անհասանելի է։ Ուր ես ձեծ Սաքո։ Դու ստեղ ինչ ես անում։ Եկել եմ, որ հարցերիս պատասխանես։
Եկել եմ, որ այդ անիմաստ խաղերիդ տեղը Արմո։ Գոնե մի անգամ տղամարդկություն ունենաս ու հարցերը տղամարդու պես լուծես։ Ոնց որ դուք եք լուծում։ Այսինքն Ես քո ժամանակը չունեմ, ոնց եկել ես տենց էլ հետ գնամ։ Ինչ ես նենց արել, որ այդ հետիդ լակոտները գնացել ու իրանց ցուցմունքը հետ են վերցրել։ Այդ իբր չես տեսել, ով է քեզ դանակով խփում, հա։ Քեզ թվում է, որ ես տեղ բան ու գործ չունեմ, պետք է նստեմ ու քեզ բացատրություններ տամ։ Հիմա ուշադիր այդ ականջներդ սրի ու լսի քեզ ինչ եմ ասում։ Հանկարծ միամիտ չլինես ու չմտածես, որ այս դեպքը ձեռումդ կարանալու ես զենք սարքես։ Գնա ու անունս տուր։ Ես ոչ փոշմանում եմ իմ արածից, ոչ էլ վախենում եմ։ Գնա ու տուր անունս, Արմո։ Պարզը։ Ինչի պետք է վախենաս։ Դե քո փոխարեն ընկերդ նստել է, չէ՞։ Ձենը տակ տեղից է գալիս, դրա համար էլ այսինքն մեծ խոսում ես։ Անիմաստ տեղը այդ տղուն կրակը գցեցիր։ Ախր շատ լավ ընկեր ես, է։ Չես պատկերացնի, եւ ոնց եմ ինձ զսպում, որ հենց տեղ քեզ չսատկացնեմ։ Չես կարա պատկերացնես։ Բայց ես քեզ այդ հաճույքը չեմ պատճառի։ Քանի վարոն նստածա, դու ինձ նստած չես տեսնելու։ Այ պապա։ Ուր ես, արդեն անհանգստանում եմ քո համար։ Ոնց ես։ Լավ եմ, մամ ջան։ Որտեղ է ցավում։ Չի ցավում։ Վերջես քաոսն էլ անցանք։ Գիտես, ես ոչ մի վարքյան չեմ կասկածել, հավատս չեմ կորցրել, որ դու աչքիդ կբացես։ Մամ, մի բան եմ ուզում հարցնեմ։ Ասա, բալես։ Ես որ անգիտակից եմ եղել, իմ մոտ ինչ որ մեկ է եկել, հա։ Ինչ որ բան ես զգացել։ Ուղղակի հարցնում եմ։ Լավ, կարևոր չի։ Երևի վատ երազ է եղել։ Մի րոպե։ Առաջանցի։ Գնա։ Ես գնամ, դուք շատ բան կունենաք խոսալու։ Ահա, մի բան էլ։ Բալես, դու որ հանգիտակից էր, քեզ չի թվացել ու վատ երազ չես տեսել։ Սոնան էր եկել։ Ու հենց դրանից հետո դու գիտակցության եկար։ Այ հիմա ես գնացի։ Գնա։
Ինչի ես եկել։ Վրամ, եթե գիտեմ վատ ես, ոնց կարայի չգայի։ Այն ժամանակ էլ էի վատսոնա։ Բայց գնացիր։ Վրամ, ես ընդունում եմ, որ նեղացած ես։ Ընդունում եմ, որ սխալ բան եմ արել, բայց հիմա եկել եմ կողքդ եմ։ Մինչև երբ։ Մինչև որ հերդ նոր տոմս կառնի քո համար։ Վրամ, ես ոչ միտեղ չեմ գնալու, ես քո կողքին եմ լինելու։ Ով ինչ ուզում ասի, ինչ էլ անի, ես քո կողքից հեռու չեմ գնալու։ Դու ինձ ես պետք, ես էլ քեզ։ Իսկ ով ասեց, որ դու ինձ պետք ես, Սոնա։ Քո գնալուց հետո դու ինձ էլ երբեք պետք չես։ Իզուր ես եկել։ Վրամ, ես հասկանում եմ, որ դու նեղված ես, որ վիրավորված ես ու ինչ էլ ասես ճիշտ կլինես։ Ես ընդունում եմ իմ սխալը։ Ինչ սխալ, Սոնա, ինչ սխալ։ Ես քո սխալների մասին չեմ խոսում։ Ես քո որոշման մասին եմ ասում։ Թող լինի որոշում, թող լինի սխալ որոշում, Վրամ, ես հիմա այստեղ եմ, կարևորը այդ չի։ Չէ, Սոնա, կարևորը այդ չի։ Իմացել ես, որ լավ չեմ, մեռնում եմ, վերեսկացելու եկել ես։ Շատ վատ որոշում ես կայացրել։ Տենց չի։ Տենց է, Սոնա։ Հիմա լավ եմ։ Կարաս գնաս։ Մեկ այդ քո մոտ լավա չէ ստացվում։ Վրամ, ես ոչ միտեղ չեմ գնալու։ Ինչ էլ որ լինի, ով էլ ինչ ասի, ես ոչ միտեղ չեմ գնալու, ես քո կողքին եմ լինելու, որովհետև ես քեզ պետք եմ։ Գնա, Սոնա։ Գնա ու էլ չգաս։ Չեմ գնալու։ Ես քեզ նեղացրել եմ ու ես ամեն ինչ պետք է անեմ, որ ամեն ինչ հետ բերեմ, Վրամ։ Ուզես թե չէ։ Պայմանավորվել էինք, չէ՞ որ պիտի գայի։ Դե չենք պայմանավորվել։ Դու էիր պայմանավորվել։ Ու համել ասել էր, որ գալու ես առավոտյան, բայց արդեն կեսօր է։ Բայց ոնց որ դու ես, հա, ժամերը հաշվելու անհամբեր սպասել։ Հա, տես, ճիշտ ասացիր, այստեղ ես պատասխան չունեմ քեզ տալու։ Բա այսօր էիր գնում։ Պապայի օֆիս, հետո հիվանդանոց։ Պապայիդ օֆիս ինչի ես գնում։ Քեզ ասել էի, չէ՞ որ նենց անես, որ դրա հետ քիչ հանդիպես։ Հայկ, պապայի օֆիսում, բացի Արմոյից, կան նաև Վրամը ու պապան։ Ոնց որ լավ էլ տենց հավեսով տալիս ես, հա, դրա անունը։ Հաշվինած դու ազատ մարդ ես։ Հա։ Չէ։ Չէ։ Չէ, նարե։ Դու ազատ մարդ չես։ Ու ես քեզ ասել եմ 100 անգամ, որ նենց անես, որ դրա հետ չհանդիպես։ Ու արդեն առանց կատակի եմ ասում։ Եթե հորդ կամ աղբորդ հետ գործ ունես, ասելու բան ունես, մի տան մեջ եք ապրում, տունը ասա։ Հա, բայց մեկը չհասկացա այն միտքը, որ ասում ես ազատ մարդ չեմ։ Ազատը ազատ ես նարե, բայց իմ հետ ես ազատ։
Իսկ այդ ինչա, այդ հիմա հարմար չի այստեղ որ բացատրեմ Ազատը որն է։ Արի գնանք կբացատրեմ։ Ուր գնանք։ Ինչ կարևոր է։ Կարող եմ մեքենայով գնանք։ Գնանք։ Ես քեզ կյանք եմ նվիրում, որ միշտ ապրես այն մտքով, որ դու ով ես ու ես ով եմ։ Ու սրանից հետո դու, երբ որ կզարթնես, կհիշես քո կյանքը քեզ ով է նվիրել։ Ասում ես ինչ ես գնում օֆիս։ Պապան 2 օր արդեն տուն չի եկել։ Ասում են ինչ որ բեռների գործով մարզ է գնացել, բայց երբեք չի եղել, որ այսքան ուշանա ու անհասանելի լինի։ Հա, պարզ է։ Պապատ օֆիսում չի, բայց դու գնում ես օֆիս։ Խանդում ես։ Հա, նարը խանդում եմ։ Նորմալ չի։ Դե ես ուղղակի արդեն չգիտեմ մեր հարաբերություններում ինչն է նորմալ, ինչը նորմալ չի։ Ոչինչ։ Կբացատրեմ կհասկանաս։ Բայց պիտի ուշադիր լսես ինձ նարը։ Շատ ուշադիր։ Ու պիտի արմոյից հեռու մնաս։ Թեկուզ հորդ մասին ինչ որ բան իմանալու համար ոչ մի տեսակի կապ պիտի չպահես դրա հետ։ Որովհետև այդ անասուն ես վերջում շատ է ակտիվացել ու այդ հետ իմ դուրը չի գալիս նայել։ Հա, հատկապես այն օրը։ Դե հիվանդանոցի մոտ որ տեսավ մեզ, որ դու մոտեցար։ Հայկ դիտավորյալ ես անում։ Բայց ինչ եմ անում նարը։ Ինչ օր։ Հա, տեսնում ես, որ մի կերպ եմ խոսում, դիտավորյալ խոսացնում ես։ Չէ, ես չեմ հասկանում ինչի մասն ես խոսում։ Այն օրը հիվանդանոցի մոտ, որ դու համբուրեցիր ինձ ու Արման տեսավ։ Ես քեզ համբուրել եմ։ Երբ հա տես բան եղել։ Չես հիշում։ Չեմ հիշում, բայց կարող է հիշացնես։ Հայկ, ինչ ես անում, այդքան էլ ցուրտ չի։ Նորա ես չգիտեմ սենց բաների մասին ոնց են խոսում, այս դեպքերում ինչ են ասում, դրա համար երևի մի քիչ տարօրինակ է թվում, բայց մի բանում համոզված եմ։ Ինչի մասին ես խոսում։ Ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Մենակ ես գիտեմ ինչքան եմ կռիվ տվել ինքս իմ հետ որ քեզ մոռանամ։ Ու գիտեմ որ դու ես կռվել քո դեմ որ ինձ մոռանաս, բայց փաստորեն երկուսիս մոտ էլ չի ստացվում։ Ճիշտ է, մեր ընտանիքների միջև շատ թշնամանք կա, բայց այդ թշնամանքի մեջ ես սեր եմ գտել ու չեմ պատրաստում այդ կորցնել։ Հայկ, դու պատրաստ ես, ուզում ես, թե չէ, մեկը կան հարցեր, որ մենք չենք որոշում։ Այդ մենակ մենք ենք որոշում նարը։ Ես ու դու։
Ես գիտեմ, որ դժվար է լինելու։ Գիտեմ, որ շատ բարդ է լինելու նարը ու պահա գալու, որ չես դիմանալու։ Չես դիմանալու ու հետ քայլես ուզելու անես ու պահա գալու, որ ես էլ կարող եմ չդիմանամ ու ինձ թվա, որ ուժերս էլ չի հերիքում։ Բայց ուզում եմ այդ պահին դու իմ համար իմ ուժը լինես։ Ես էլ քո համար թիկունք կլինեմ Խոստանում եմ։ Ու ես ու դու կհաղթահարենք ամեն ինչ ու ամեն ինչ նենց կլինի, ոնց որ միշտ ուզել ու երազել ենք։ Ես բոլորի ու ամեն ինչի դեմ կգնամ Նարէ։ Եթե իմանամ, որ իմ հետ ես լինելու ու անսպասելի քայլ չես անելու։ Հայկ, ես չգիտեմ էլ հիմա քեզ ինչ ասեմ։ Մենակ մի բան պիտի ասես։ Այս պայքարում իմ հետ ես, թե չէ։ Մտածի։ Ու եթե ինձ ասես, որ իմ հետ չես, ես քեզ կհասկանամ։ Չնայած ինչ եմ խաբում։ Ես քեզ չեմ հասկանա, Նարէ։ Դու ուղղակի չգիտես ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Ես քեզ ամեն օր ավելի շատ եմ սիրում, քան նախորդ օրը։ Ու ես պատրաստ չեմ ուզում քեզ կորցնեմ։ Չգիտեմ, ուղղակի Կլինի առանց ուղղակիների ու բայցերի։ Ասես, որ իմ հետ ես միջև վերջ։ Ես թվում է ես հիմա քնածեմ ու կարտնանամ ամեն ինչ կավարտվի, ես կհասկանամ, որ ես երազ էր։ Չէ, երազ չի։ Ու եթե ուզում ես, միշտ կարամ ասեմ քեզ։ Ամեն վարքյան կասեմ։ Ասամիքո։ Ինչ կա, որտեղ ես Հայկո։ Խոսալու բան կա հետդ։ Մի երկու ժամից տանը կլինեմ։ Դե կսպասեմ։ Կանչում են։ Հա, բայց ասեցի, որ մի քիչ ուշ կգնամ։ Ուզում եմ մի քիչ էլ մնաս հետս։ Ինչ է լինելու սրանից հետո։ Ես չեմ էլ պատկերացնում։ Հա, ես քեզ ասել եմ, որ սիրում եմ։ Դու էլ ինձ էիր ասել, որ սիրում ես։ Բայց մենք որոշել ենք, որ իրար հետ չենք լինելու երբեք։ Ամեն ինչ ուրիշ է լինելու Նարէ։ Ու երբեք չի փոխվելու։ Բայց ես վախենում եմ, որ փոխվելու է։ Որովհետև այդ փոփոխությունները մեզանից կախված չեն։ Ես ինչ եմ անելու առանց քեզ։ Նարէ, ես չեմ ասում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Չեմ ասում, որ դժվարություններ չեն լինելու, չէ։ Լինելու են։ Բայց այդ դժվարությունների հետ պիտի մեկս մյուսին հասկանանք։ Շատ հնարավոր է, որ երկուսս էլ առանձին հանձնվենք։ Բայց կարևորը որ չթուլանանք ու մեկս մյուսին բաց չթողնենք։ Եթե մեկը սխալ քայլ անում, այդ իմն ու քոնն է։ Ու երկուսով պիտի աշխատենք այդ սխալը ուղղենք։ Իսկ եթե այդ սխալը աններելի է։
Աններելի բաներ չեն լինում, Նարե, աններելի սխալներ չեն լինում։ Եթե անգամ ամենավատ բանն էլ դու անես, ամենավատ սխալն էլ անես, ես պատրաստ եմ քեզ ներեմ։ Նարե, ես քեզ չեմ սիրում քո այսքան լավը լինելու, այսքան հասկացող լինելու համար։ Ես քեզ ընտրում եմ, որ համել քո սխալներին տեր լինեմ։ Ու ինչ սխալ էլ որ լինի, հաստատ այնքան կարևոր չի, ինչքան այն ինչ որ ես զգում եմ քո հանդեպ։ Հայկ, խոստացի, որ ինչ էլ լինի, մենք միջև որոշում կայացնելը լսելու ենք իրար։ Խոստացի, որ դու ինձ երբեք մենակ չես թողնելու։ Ինչ ես այսքան վախեցած, Նարը։ Որովհետև ես քեզ չափից շատ եմ սիրում։ Ու ես շատ եմ վախենում, որ այս խառը պատմությունների ընթացքում մենք ուղղակի կկորցնենք իրար։ Ուրեմն ես հենց հիմա ու հենց տեղ խոստանում եմ քեզ, որ եթե հանկարծ այս խառը պատմությունների արանքում դու որոշես, որ ինձնից պիտի գնաս, ես քեզ չեմ թողնելու։ Ու իմ գնալու մասին խոսք էլ չկա, որովհետև ես քեզ ընդառաջ քայլ եմ անում, որ հետո գնամ։ Ինձ երբեք մենակ չես թողնի, չէ՞։ Չէ։ Էդ եմ խոստանում։ Ամեն ինչ ավելի լավ է լինելու, Նարե։ Ամեն ինչ։ Դու մենակ ինձ վստահի ու մենակ չթողես ինձ։ Ես քեզ վստահում եմ։ Ես քեզ չափից ավելի շատ եմ վստահում ու հավատում։ Հենց դրա համար էլ ես հիմա քո կողքին եմ։ Չեմ ուզում ասեմ, բայց արդեն պիտի գնանք։ Մի քան քեզ եմ սպասում, ես էլ պիտի Վրամի մոտ գնամ։ Լավ, ես քեզ կճանապարհեմ։ Ես դեմ չեմ։ Սենց է լինելու սրանից հետո միշտ։ Հա, դրան էլ դեմ չես, չէ՞։ Ընդհանրապես։ Հա, մամ, ամեն ինչ հիշում եմ։ Արդեն տուն եմ հասել։ Հա։ Կվերցնեմ։ Հասկացա, մամ։ Հա, ոչ չեմ մոռանա, ամեն ինչ կվերցնեմ։